Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը, ունենք հրաշալի հյուր եւ ես սիրով տեղեկացնեմ, որ Արա Գևորգյանի 3 աշխատանքներ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում եւ հաճելի զուգադիպությամբ Երևան ստեղծագործությունը 200 կանոններով համընկել էր Երևանի ծննդյան 2807 ամյակին, իսկ 112 դուդուկահարների ռեկորդը համընկել էր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրվան, երրորդ համաշխարհային ռեկորդը հանձնվել է 5 բաց կանոնների ստեղծման գաղափարի համար։ Եվ մեր հյուրն է հենց Արա Գևորգյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ողջույն։ Փառք Աստծուն, առիթից օգտվելով ողջունեմ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Ցանկանամ, որ լինի տաք օր, ջերմ հարաբերություններ եւ ուրախ տրամադրություն։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ իհարկե այս առիթի համար ենք ամենաշատ ուրախ, որովհետեւ շատ քիչ տեղերում է ինձ հանդիպել, իհարկե Facebook-ում ձեր աղջկա շնորհիվ արդեն ինֆորմացիան ինձ հասել էր, բայց դուք ձեզ բնորոշ համեստությամբ եթերից առաջ նշեցիք, որ այդ մասին չենք խոսելու, չէ՞, բայց կխնդրեմ պատմեք անպայման այս իրադարձության մասին, որովհետեւ սա պետք է լուսաբանել։ Եթե հիշում ենք, մենք ունենք մի շատ հրաշալի աղջնակ, որը մի շարք ռեկորդներ ունի ձայնի դիապազոնի հետ կապված, այսինքն նրա ձայնածավալը, եթե չեմ սխալվում, 11 օկտավա է եւ դա համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվեց։ Եվ այս հրաշալի Միլեն Կարանյանը եկել էր իր մայրիկի հետ մեր տուն եւ մենք պետքա ձայնագրեինք Ադանան, ցանկանում էր երգել Ադանա երգը եւ այդ ձայնագրությունը ամբողջությամբ նկարահանվում էր ռուսական հեռուստաընկերության կողմից, Միր ծրագրի կողմից։ Եվ այդ ընթացքում ես մինչև նախապատրաստվում էի նկարահանման, ես ցուցադրեցի, որ ես էլ ունեմ աշխատանքներ, որոնք ոնց որ թե յուրահատուկ են, եւ երբ որ իր մայրիկը, որը մենեջերն էր Միլենի, որ տեսավ, ասեց, իսկ ինչու չեք ներկայացնում համաշխարհային ռեկորդների գրքում գրանցելու։ Ես ասեցի, ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ, չգիտեմ ինչպես են դա անում։ Եվ նա ասաց, ես կօգնեմ, ես ձևը գիտեմ, տեղն էլ գիտեմ, միայն այս ձայնագրությունները ամեն ինչ իր փաստերով, ամեն ինչով փոխանցի ինձ։ Փոխանցեցի եւ շատ կարճ ժամանակում ինձ եկավ նամակ արդեն այդ գլխավոր գրասենյակից, որ ձեր աշխատանքները ընթացքի մեջ են, մենք ձեզ կտեղեկացնենք, ինչ ընթացք կստանա եւ վերջում եկավ, որ շնորհավորում ենք, որ դուք ռեկորդսմեն եք համարվում։ Եվ գրանցված է արդեն համաշխարհային այդ WDPO գրքի մեջ։ Շատ ուրախացա եւ սպասում էի, որ իրանք բնականաբար այդ բոլոր ռեկորդային գրքերը, եթե չեմ սխալվում, 3-ն են, Ինտերռեկորդ, WDPO եւ Գինես, դրանք նույն ընտանիքն են եւ իրար հետ համագործակցելով որոշում են սա ռեկորդա թե ռեկորդ չի։ Եվ ճիշտն ասած, փոքրիկ գաղտնիք բացեմ, որ այդ մրցանակը պետք է ստանայի Կրեմլի դահլիճում, քանի որ ես գնացել էի մի ելույթով, պետք է համընդհանուր համերգ կար, որտեղ Հայաստանից միայն ես էի, իմ նվագախմբով, եւ այդ օրը պետք է ստանայի այդ մրցանակները, բայց չկաչարիք առանց բարիքի, այդ օրը չստացվեց տեխնիկական պատճառներով, Կրեմլ մուտք գործելու, անձնագրի հետ կապված խնդիր, հետո որ պետքա գար եւ ասեմ ձեզ, որ Կրեմլի դահլիճում ինձ մրցանակը պիտի հանձներ Գինեսի պաշտոնական նախագահը, պրեզիդենտ Գինեսի, մի խոսքով ամենամեծ մարդը այդ։ Եվ դա չստացվեց, իհարկե հարգելի պատճառներով չստացվեց, բայց նրանք որոշեցին, որ այնուամենայնիվ պետքա դա հանձնել ինձ եւ դա լինի մի քիչ ավելի պաշտոնական։ Եվ իրանց ներկայացուցիչը, որը Մոսկվայում էր գտնվում, որը Կովկասյան տարածաշրջանի պատասխանատուն էր, իսկ ընդհանուր մայր գրասենյակը գտնվում է Մեքսիկայում եւ նաեւ մյուս գրասենյակը Դանիայում, եւ Մոսկվայի այդ ներկայացուցիչը եկավ Երևան եւ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում մենք կազմակերպեցինք այդ փոքրիկ համերգ միջոցառումը եւ մրցանակը հանձնվեց ինձ։
Դե այդ 200 կանոնները բնականաբար ինքը շատ դժվար էր, Վահան Սեթոյանն էր ռեժիսորը, օպերատոր Արտուր Ղարայանը, հրաշալի անձնավորություններ, անկեղծ ասեմ, Վահան Սեթոյանը ինչ որ մի պահ ասում էր, այդ Երևան գրելը մի քիչ դժվար կլինի, արի այդ մեկը չանենք։ Բայց ես ներքուս զգում եի, որ հենց դա է այս ամբողջ տեսահոլովակի մեխը, կոպիտ ասած։ Մի խոսքով, ինչ լինում է, իմ համառության շնորհիվ է լինում, որովհետև շատ ռեժիսորներ տարբեր առաջարկներ են անում, բայց ի սկզբանե ինչ որ կա գլխիս մեջ, ես հենց դա էլ տեսնում եմ, ասենք 10 քայլ հետո ինչա լինելու։ Եվ ստացվում է, նույնը ասենք եղավ Ծիծեռնակաբերդում, որ 500 հոգով գրեցինք 1915 այդ կանքու կլինենք տեսահոլովակի մեջ։ Մի խոսքով այդ 200 կանոններն էին, բայց իրականության մեջ դրանք 200 կանոններ չէին, այլ 230 էին, բայց քանի որ վարձված էր 200 աթոռ եւ 200 աթոռի վրա նստած կանոնահարներն էին 200 հոգի, որով գրված էր Երևան։ Իսկ ուշացողները, որ եկան տարբեր դպրոցներից, մոտ 30 էլի աշակերտ կանոնահարի ուշացած եկան նկարահանման այդ տեղը, ստիպված էինք իրանց տեղափոխել, սենց նկարահանման ժամանակ, որ բոլորը կադրում լինեին։ Այնպես որ 200 գրանցվեց, բայց իրականում 230-ի չափ մարդ կար։ Երկրորդ ռեկորդը դա Ջիվան Գասպարյանի 90-ամյա Հոբելյանին ես առաջարկեցի վարպետին, ասի վարպետ 90 ձեր 90-ամյակն է, ես 90 դուդուկահարով որ գամ շնորհավորեմ, ոնց կզգաս վարպետ քեզ։ Ասեց Արաջան, անհնար բան ես ասում, նման բան ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Դժվար է դուդուկահարներին հավաքել։ Մի խոսքով, ես Facebook-ում տարածեցի, որ այն դուդուկահարները, ովքեր նոտա կարդալ գիտեն, համեցեք այսին ժամին Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճ։ Եվ փաստացի եկան 112 հոգի։ Եվ դա իսկապես զարմացրեց եւ ինձ եւ վարպետին, նոտաները վերցրել էի Հովանես Չեքիջյանից, մեծ մայստրոից, ամեն հայր սուրբ Մակար Եկմալյանի եւ մեր ամբիոնի դասախոս Հրաչ Նազարյանն էլ ղեկավարեց այդ բոլորին, մի խոսքով։ Եվ երրորդ ռեկորդը դա բաց կանոնի ստեղծումն էր, որ վարպետ Ալբերտ Զաքարյանի հետ միասին մենք ստեղծեցինք 5 գործիք, որը նվիրեցի ազգային նվագաների պետական նվագախմբին, երգի պարի անսամբլին, ցավում եմ, որ չեն օգտագործում, հույսով եմ, որ կգա ժամանակը կօգտագործեն եւ բոլորս ամեն դեպքում այս երկու բառով կուզենայի նաեւ խոսքս ուղղել այն պատկան մարդկանց, որոնք պետքա ուրախ լինեն, որ ստեղծված է նոր երաժշտական գործիք աշխարհում եւ պետք է զբաղվել այդ գործիքի կատարելագործմամբ եւ տարածմամբ։ Իսկ եթե մենք չենք օգտագործում, ինքը մարելու է ու տենց էլ վերջանա գնա։ Մի գործիքը Թովմաս Պողոսյանի մոտ է, որ շատ մեծ ուրախությամբ նրանք օգտագործում են, նույնիսկ այդ գործիքը արդեն հասավ Ավստրալիա, Կրեմլի դահլիճ համերգների ժամանակ Թովմաս Պողոսյանի, Սայաթնովա աշխուղական նվագախմբի։ Եվ մի գործիքը Մանկավարժական համալսարանում սովորեցնում ենք նվագել, եւ 5-րդ գործիքը մեր տանն է, որը 2 ամիս ցուցադրվեց Երևանի պատմության թանգարանում եւ պատրաստում եմ նվիրել Հայաստանի պատմության թանգարանին։ Մի խոսքով 3 ռեկորդներն էլ Մանկավարժական համալսարանի հետ ամիջական կապ ունեն։ Պարոն Գևորգյան, ձեր Արցախ ստեղծագործությունը Sony PlayStation-ը օգտագործեց, վերցրեց եւ ներառեց իր խաղերի մեջ, ձեզ վճարեց ընդամենը $1000։ Ինչու՞։ Այդ իմ մեղքն է։ Որովհետև ես կուզենամ շնորհակալությունս հայտնել Արման Պադարյանին, հրաշալի անձնավորություն ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին կանգնած պրոդյուսերական այդ ամբողջ աշխատանքը իր վրա է եւ ինքը փայլուն մասնագետ, հրաշալի անձնավորություն։ Միշտ դիմում եմ Արմանին, երբ որ լինում են շատ կարևոր փաստաթղթային նամակներ եւ երբ որ եկավ PlayStation-ից եկավ այդ նամակը, որ մենք ցանկանում ենք ձեր երաժշտությունը մտցնել PlayStation խաղի մեջ։ Ես ապշեցի ու այդ նամակը որ Արմանը թարգմանեց ինձ, շատ ուրախացած, ասի Արման ջան, էս ինչ լավ բան է, գրի համաձայն ենք։ Հա ու գրված էր եւ ինչքան պիտի վճարենք։ Ասի Արման գրի ամոթա, ոչ մի բան պետք չի։ Ասեց որ գրեմ
ոչ մի բան պետք չի, իրանք պարզապես չեն վերցնի։ Կմտածեն ինչ-որ մի բան, ստեղ ուրեմն չի։ Եվ ասի լավ, մի $1000 գրի։ Հետո ինչքան ընկեր ունեմ, ինչքան ծանոթանում եմ, ասեցին, որ 100,000 էլ գրեի, կվճարեին, որովհետև PlayStation-ը դա համաշխարհային շատ հարուստ կազմակերպություն է։ Իդեպ ասած, ես այդ վճարել չվճարելու հետ կապված, դե բոլորս գիտենք, որ Հայաստանում ես ամեն ինչ անվճար եմ անում։ Երբ գրել, գործիքավորել, օրներքներ գրել, տարբեր կազմակերպությունների, քաղաքների, Գորիս, Մասիս, մի խոսքով, Ծաղկաձորի օրներքը, Ֆիզկուլտ ինստիտուտի օրներքը ես եմ գրել։ Մի խոսքով, ամեն ինչ անում եմ անվճար։ Ինչքան Էրեբունի Երևան կա, բոլորը վճարվել են բացի ինձանից։ Համահայկական խաղեր։ Ինչքան համերգ եմ տվել Երևանում, միայն անվճար։ Իմ մասը անվճար է եղել։ Եվ Հայաստանի Հանրապետությունում բարձր կարող եմ ասել, չկա մի մարդ, որ ինձ ինչ-որ մի բան փող տված լինի, որ ես ինչ-որ երաժշտության հետ կապված ինչ-որ մի գործողություն կատարեմ, ամեն ինչ արել եմ անվճար եւ երբեք ոչ մեկի դուռը չեմ թակել, որ ինձ հովանավորեն կամ որևէ մեկից մի խոսքով ոչ վերևը, ոչ ներքևը, ոչ աջ, ոչ Դրա համար էլ այսօր ձեր ստեղծած երաժշտությունը աշխարհում օգտագործում են բոլորը, նույնիսկ չիմանալով դրա մասին։ Հիմա միտեղ կա, որ ես շատ տուժվել եմ, ուրեմն սա շատ կարևոր բան եմ ասում, աշխարհարչակ երգիչ Յան Գիլանը, Deep Purple խմբի Յան Գիլանը ինձ խնդրեց, որ ես իր երգերից մեկը այնպես գործիքավորեմ, որ ինքը հայկական թեկում ունենա։ Ես դա արեցի սիրով եւ քանի որ բոլորս տեղյակ ենք 89 թվականին, երբ Յան Գիլանը եկավ Երևան, 89-90, ես իր հետ համագործակցեցի բեմահարթակի վրա նաեւ Արսեն Գրիգորյանի հետ մենք նվագեցինք Յան Գիլանը երկրաշարժին նվիրված երգեր գրել։ Եվ այդտեղից մենք ընկերացել ենք արդեն, մեր ռալի նվագախմբով իր հետ շատ շփվեցինք։ Եվ այդ մտերմությունը հետո վերածվեց, որ ինքը Հայաստանի երկրաշարժի գոտուն բավական օգնություն բերեց, երաժշտական դպրոց բացեցին, եւ մեր ընկերությունը շարունակվեց, անընդհատ հանդիպում էինք եւ որ ինքը խնդրեց Թոնի Այոմիի հետ, Black Sabbath-ի գիտարիստի հետ, խնդրեցին, որ ես գործիքավորում անեմ։ Ես արեցի ինտրոն հայկական դուդուկով եւ ես էի նվագում։ Ինքը շատ հավանեց, ասեց, խնդրում եմ բոլոր տրեքերը ուղարկի ինձ։ Երգը կոչվում է Holy Water, YouTube-ի մեջ կա։ Եվ երբ որ թուղթ եկավ ինձ, ինչքան պիտի վճարենք, ես գրեցի անվճար, անհարմար չի, դուք մեր երկրի համար այսքան բան եք արել, մենք ընկերացել ենք, իրար հետ այդքան շփվել ենք, իրար հետ Smoke on the Water ենք երգել, քեֆներս լավ։ Եվ գրեցի ոչ մի բան պետք չի։ Հետո ես YouTube-ի մեջ տեսա այդ երգը ու մի հատ ձայնասկավառակի պատկեր, որտեղ գրված էր գործիքավոր Մարա Գևորգյան, Դուդուկ Արշակ Սահակյան, գրված էր շատ ուրախացած, նամակ գրեցի, ասեցի, այդ դիսկից մի օրինակ ինձ ուղարկեք, էլի, որ ես ունենամ ինձ մոտ, փաստ։ Եկավ ուրեմն լրիվ ուրիշ դիսկ, այդ երգը մեջը, Հայաստանի մասին այնքան լավ բաներ մեջը գրած, մի ամբողջ գիրք։ Շատ բարի, շատ լավ, որ Հայաստանի վրա ինքը սիրահարված է եւ այլն, բայց ոչ իմ անունը կա, ոչ Արշակի։ Ես նամակ գրեցի իրան, ասեցի, բայց մեր անունները ինչի չկա, երգը մեջը կա, ձայնասկավառակի, այդ ստեղծագործությունը մենք մեջը նվագում ենք, բայց մեր բոլորի անունները կա, բացի մեզ անունների շարան կար նույնիսկ, այնքան շատ էր։ Մեր անունները չկա, ասեց ես կիմանամ ով է սխալը թույլ տվել, ձայնասկավառակը տպվել է Գերմանիայում։ Հետո ինձ բոլորը կողքից ասեցին, Արա ջան, քո անունը չի գրվել, որովհետև այդ սմետայի մեջ քո անունը չի եղել, որ դու փողը չես ուզել։ Փող չես ուզել, քո անունը չի գրանցվել ոչ մի տեղ, որտեղ որ ուզեին իրանք այդ փոխանցման բան անունդ կգրանցվեր։ Մի խոսքով էդ էլ անվճարի բան։ Այո, խերը։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հյուր եք, որովհետև այն բոլոր աշխատանքները, որոնք դուք եք արել, այդ աշխատանքների մասին եթե սկսենք հաթառած խոսել, մեզ 10,100,000 եթերը չի հերիքի։ Դեռ սպասվում են նոր աշխատանքներ։ Այո, գիտենք, երբ որ արդեն իրականություն կդառնա հաջորդը արդեն դոլարներով, մենք սիրով էլ կհյուրընկալենք ձեզ ու կխոսենք նաև այդ մասին։ Հիմա ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինուգործանի կողմից Սափորը, որպեսզի ձեր ռեկորդները տոնելիս լավ տրամադրությունը միշտ ձեզ հետ։ Շնորհակալ եմ եւ հրավերի համար, շնորհակալ եմ եւ գինու համար եւ մեր բոլոր հեռուստադիտողներին ասում եմ լավ օր։ Շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն ձեզ։
Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա երաժշտական առավոտը։